Թվում է, թե ուղղակի խմորը տապակում ենք ձեթի մեջ, բայց արդյունքում ունենում ենք մեղրաթաթախ, մեղրահամ ու շատ համեղ աղանդեր, որը մեզ փոխանցել են մեր տատիկներ, իսկ մենք պարտավոր ենք այն պահպանել։ Դե ինչ եկեք թխենք։ Նախ եւ առաջ ձուն կոտրում ենք թասի մեջ, ավելացնում ենք օղի, մի փոքր աղ, վանիլ, տեղին խառնում ենք եւ ավելացնում ենք ալյուրը։ Օղին այստեղ անհրաժեշտ է, որպեսզի խմորը շատ յուղ չուտի։ Պետք է ունենանք շատ պինդ խմոր։ Հետո խմորը տեղավորում ենք տոպրակի մեջ, թողնում ենք հանգստանա։ Այդ ընթացքում նաև տաքացնում ենք բուսայուղը։ Խմորը հանելուց հետո շատ բարակ կրկնակում ենք, ինչպես որ կարող ենք բոլոր հնարավոր միջոցներով։ Հետո բաժանում ենք այսպիսի կտորների մոտավորապես 5 սանտիմետր լայնությամբ, մի փոքր ալյուր ենք ցողում, խմորները բոլորը տեղավորում ենք իրար վրա, այնպես ինչպես ցույց եմ տալիս, ու սկսում ենք կտրատել, ինչպես կտրատում են լապշան։ Իմ մայրիկը շատ հաճախ էր լապշա պատրաստում, ու ես այս կտրելու տարբերակ իրենից եմ սովորել։ Շատ արագ ու հեշտ է ստացվում։ Խմորը պետք է իրար չկպնի։ Հետո տաք բուսայուղի մեջ սկսում ենք շատ քիչ չափաբաժիններով տապակել։ Այստեղ պետք է մի փոքր ուշադիր լինել։ Հնարավոր է որ բուսայուղ կբարձրանա, դրանից չեք վախենում, անընդհատ խառնեք, անընդհատ ձեռք տվեք, բուսայուղին։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև կրակը իջեցնել մի փոքր։ Հետո պատրաստի չորաբլիթները նախ տեղավորում ենք անձեռոցիկի վրա ավելորդ յուղից ազատվելու համար, հետո միացնում ենք իրար, անուշահամ մեղրով ամբողջությամբ պատում ենք, որ ոչ մի կտոր խմորիկ չմնա առանց մեղրի։ Ավելացնում ենք քունջուտ ըստ ցանկության ու հետո տեղավորում ենք ամանի մեջ, այսպես սեղմում ենք, որպեսզի լավ իրար միանան։ Մի քանի ժամ անց կարելի արդեն կտրատել այս խրխրթան համեղությունը եւ վայելել։ Այն շատ երկար պահպանվում է, մնում է թարմ, այնպես որ պատրաստեք սիրով, կիսվեք ընկերների հետ եւ միացեք իմ համեղ էջին։ Միասին դեռ շատ բաղադրատոմսեր ենք բացահայտելու եւ ի հայտ բերելու։